Ես գիտեք քանի անգամ սենց նայում եմ ու որ ասում եմ չգիտեմ մի ես նախընտրում եմ ժպտալ, բայց իրականում լացելու պատմություն էլի։ Այս քաղաքական ուժը որ կա, այս նոր եկած ուժը Հայաստանի այս ցածր մակարդակը, այս կիսա դեմագոգ կամ կիսա փորձում են հայրենասիրությունը բարձրացնեն, բայց անենց անգրագետ են այդ ամեն ինչ անում են, որ ասում են իրանք վառում են որ սուտ բան են մած խոսում, մատ անկապ բան են խոսում ու որ ասպես էս ինչ էր ասում որ այսօր դիտեցի էլի Նարեկ Կարապետյանի ելույթը խորհրդարանում մատ հեսա կմեկնաբան եմ ժողովուրդ ջան, բայց ասում եմ եկեք հետևից սկսենք։ Նախ խնդրեմ դուք դրեք ձեր լայքերը, գրանցվեք իմ ալիքին, հիշեք որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան, հիշում եք չէ Ծիծեռնակավերթում կատարած այն հարցազրույցը ոտի վրա որ ասում է երբ որ իրան Նարեկ Կարապետյանին հարցրեցին դուք տարածքային պահանջարկ ունեք Ադրբեջանի նկատմամբ թե չէ ասում է ֆրաց ասես չէ մենք տարածքային նկրտումներ չունենք ոչ մեկի նկատմամբ ու այն աղջիկ այն լրագրողը բա ոնց չունես ման մտում է բիջ աղջիկ էր էլի ջոգեց որ էս ինչ ասիր Չէ որ ես մի քանի ամիս այս արցախցիներին խափում ենք, ասում ենք հեսա Արցախը հետ ենք բերում, ձեզի տնավորում ենք Արցախ, դուք հետ եք եթում ձեր հայրենի տունը բան, համի ելարասիր մենք տարածքային պահանջարկ չունենք, այս աղջիկը ասում է ուղի քեզի, բայց տենց էլ չուղեր, չջոգեց, հակառակը մի բան էլ խայտարակել է, որտեվ են հետի տղեն ախրանիկն է, օգնականն է, ով է, չգիտեմ, ոբշեմ փորձում էր զսպեր այդ աղջկան, բայց կամերաների դեմ է, էլի պատկերացրեք մարդու մտավոր գցենք հնարավորությունները, այ չի էլ հասկանում նկարում են, բան, մի քիչ քեսի տոշնի բայ, ուր էս բրտում այդ աղջկան, բաներ ցան։ Կավեն, ճու, մի խոսքով ժողովուրդ ջան, այս ամենից հետո դե իրանք երևի իրար մեջ հետո զրույցներ ունեցան, հասկացան այս ինչ սխալ արտահայտություն արեցին։ Դրանից հետո ամեն անգամ որ գնում էր հարցազրույցների հեռուստաընկերություններում երբ որ հարց էին տալի նույն հարցը, հիմա դու Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջարկ ունես, արդեն սկսավ պատասխանել, բայց ես այդ հարցին չեմ պատասխանի։ Այսինքն քաղաքական կրուտիտ, հա, եթե դու այդ հարցին չես պատասխանում, ուրեմն թաքցնելու բան ունես, չես ուզում ճիշտն ասես, նույնն է, էլ որ ասում են, այս ինֆորմացիան գաղտնի է, այդ գաղտնի ինֆորմացիայի տակ ձեզ բան են անում, թալլում են, այն չէին թալլում են։ Այդ նույն ձև գցենք չգիտեմ, Ռոբերտն ու Սերժը, բան, sense օբշի ասին ինֆորմացիան գաղտնի է, բանակի վրով, բան, ձեզ ինչ են կարել, ինչ չեն կարել, վերջի տոկում բան էլ չէին առել, բռնե տշել էին սաղ փողերը, հա, իրանց տներ ու տներ էին սարքեց, հետ այդքան տուն, որ դուք առել էիք, ում համար էիք առել, ում հետույքն էիք բան անելու, հա, կներեք այս խոսքի համար, բրթելու, ես չեմ հասկանում, ոչ այդքան երեխա ունեք, ոչ այդքան թորներ ունեք, ոչ էլ այդքան ապրելու են արա, դե մարդ հալում բռնում են, չգիտեմ, դե ասում է 300-ը տանշարժ գույք, այ անկուշներ, այ հոգեկան հիվանդներ, այդ վիճակն է, լավ չշեղվենք, շարունակենք, հիմա այն ժամանակ դե պարզ էր, որ ասում եք եղտը հելավ ջրի երես, սուտը հելավ ջրի երես, մանիպուլացիան հելավ ջրի երես, դե հենց մանիպուլացիան էդի հենց սուտն է, էլի, պրոստը հենց թաքցրած, այն որ ասում է շպարարած սուտն է, դե հենց մանիպուլացիան է։ Եվ սկսան ասել, բա մի դուք իշխանությունից ինչով եք տարբերվում, եթե դուք տարածքային պահանջարկ չունեք, բա ինչ եք հելել լոլոկարտում, հա։ Դրա համար տենց չենք պատասխանի, ուր գնացին այդ հարցը տվին, դրանից հետո ես այդ հարցին չեմ պատասխանի, չեմ պատասխանելու։ Ամեն անցավ, լավ, եկան, մտան խորհրդարան, այսօր նայում եմ խորհրդարանում ելույթ ասում կա երկու մոտեցում։ Ստի նայեք ժողովուրդ ջան, նայեք մանիպուլացիան, հա։ Երկու մոտեցում կա ասում է խորհրդարանում, մեր հայրենիքի վերաբերյալ, բանը մոտեցումը մերն է, այդ մաքսիմալիստական մոտեցումը մերն է, հա, այն էլ դե իշխանությանն է, մեր մոտեցումը այն է, ասենց, հա, որ մենք ունենք պատմական Հայաստան, ուշադրություն, հա, իշխող ուժը չի ասում, որ մենք չունենք պատմական Հայաստան, մենք իշխող ուժը ասում է, մենք ունենք, այո, կա Հայաստան, մեծ հայք, հայոց պատմություն, հա, եւ կա այսօրվա Հայաստանը, հա, Նարեկը ասում է, մենք ունենք պատմական Հայաստան եւ կա այսօրվա Հայաստանը, նույն բանն է ասում, բայց մենք ունենք նպատակ պատմական Հայաստանի, հա, նպատակ, ժողովուրդ ջան, երբ որ մարդուն ասում ես մենք ունենք նպատակ, մարդ առաջի հերթին ինչա հասկանում,
Դա իզուր չի, որ առաջինն այդում էս բառը նպատակ։ Նա մարդը առաջուց հասկանում է, որ մենք ուզում ենք յետ բերենք մեր պատմական հայրենիքը, չէ՞։ Մենք Կարսը մերն է, Վանը վերն է եւ այլն, սենց ախ մերն է։ Հասկացաք, մենք ունենք նպատակ, այսինքն պետք է գործ անենք, որ մեր պատմական հայրենիքը վերադառնա մեր հայրենիք։ Բայց մի ժամանակ հետո, մի քիչ այն որ ասում է լոլո կարդալուց հետո, որ լրիվ մատ ուրիշ բան էր խոսում, ուրիշ բան որ այդ թեմայի մեջ է խոսում, բայց այն որ ասում են նենց անում, որ մարդ մթոմ մոռանա, պրոստը շատ անգրագետ է արվում այս ամեն ինչ, էլի, սա կոչվում է, այն որ ասում է մարդու հայրենասիրությունը բարձրացնել, աչոկներ քաղել, բայց վերջում ուրիշ բան ասել, հա, խաբել է նշանակում։ Մի ժամանակ հետո ինքը իրա վերնով արդեն երբ որ իրա, չգիտեմ, որ ասում է իրա մասային, որը որ չգիտեմ մանիպուլացրեց կամ չնայած այս դեպքում այնքան վատ արեց, որ լավ չստացվեց, հա, մի ժամանակ հետո ասել, գիտես ի՞նչ կա, բայց մենք քաղաքական չկներես, բայց մենք տարածքային նկարտումներ, իրա խոսքերով եմ ասում, չունենք պատմական Հայաստանին, բայց դուք ինչ ունեք։ Դուրս ա գալ ինքը ասում է, որ մենք նպատակներ ունենք մեր պատմական Հայաստանին, հա։ Չգիտեմ, ընդ պատմական հետազոտություններ, հիշողություններ, փաստեր, որ մենք ստեղ ապրել ենք, այս քարի նստել ենք, ստեղ եկեղեցի ենք սարքել եւ բան։ Ապա քիզով არ ասում, որ դաշը թուրքերը չեն ասում, որ դու դե չես եղել։ Այսինքն հասկացաք, չէ՞, մատ հեքիաթ վերջում սարքեց։ Բայց սկսավ հայրենասիրությունից ներկայացնելով նպատակ, ասենք սուր, ասենք մենք պետքա վերենք, վերջում սարքեց ինչ-որ գիտական ասպարեզում, որ մարդիկ, պատմաբանները կարող են քո պատմաբանները գնան գան, սա Հայաստանի կեսը գնաց եկավ, հետո ինչ։ Թուրքերը ասում են մենք 100-ամյակներով իրար հետ ենք ապրել։ Թուրքերը չեն մերժում, որ ընդ հայեր ապրել են, հա։ Իհարկե իրանք դրա համար իրենց նպատակներն ունեն, հա։ Ձեռները ճարելեր կմերժեին, բայց ընդհանրապես իրանք չեն մերժում ու ասում են, այո, ասում են 15 թվին պրոստը իրանք գենոցիդի տեղի իրանք ձեռ չի տալի, դա գենոցիդի տեղի իրանք ասում են տեղահանություն ա եղել։ Առաջին համաշխարհային պատերազմի, չգիտեմ ինչների հետևանքով իրանք հորինած ձևերով, սիրուն ծաղիկներով, հա, ինչ որ մի վատ բան ելավ, այս մարդկանց մենք տեղահան արեցինք եւ այդ տեղահանության ընթացքում մի 100,000, 200,000 հայ զոհվեց, ոչ թե միլիոն ու կես, 100-200,000 հայ զոհվեց, մոտավորապես մի այդքան էլ ասում է թուրք զոհվեց, սա մեր իրանց բանով մեր ընդհանուր ցավն է ասաման արեք այսինքն ընդ ոչ մեկ չի մերժում որ ընդ հայ եղել է ոչ մեկ չի մերժում եւ քո առաջարկածը փուչիկա իրականում ոչ թե փուչիկա այ քո նպատակը ուրիշ բան է քո նպատակը այն էր որ դու այն սկզբի մասը մանիպուլացնես հայ ժողովրդին եւ ինչ որ հայրենասիրություն հա ինչ որ sense արտնասնես դրանով աչոկներ քաղես եւ վերջում նա ուրիշ բան ասես այն Ինչը որ ասում է երկրի իշխանությունը եւս մեկ անգամ ոչ Իվանով չտարբերվելով ուշադրություն հա հեսա ես գտնեմ մի հատ այդ պահը կլսեք ես ուզում եմ ասել որ ռուսի լվացողները թոմանան որ հաղորդման երկրորդ կեսին մենք իրանց համար մի հատ թեմա ունենք կարևոր հիմա ես այդ մասը գտնեմ ժողովուրդ ջան եւ ձեզ տեղադրեմ որ դուք էլ հեսա լսեք էլի մեկ վարքյան ահա գտա համի նայեք ժողովուրդ ջան Ես կդրեմ մի պակը լսեք, հետո կշարունակենք, հա։ Ես էլ փոքրացնեմ։ Լսեք ոնց են ձեզ մանիպուլացնում։ Հայրենիքի վերաբերյալ հարցերին մի քանի գաղափարական ելույթներ եղան, որ ինձ համար բավականին հետաքրքիր էր։ Հայրենիքի վերաբերյալ ամենակարևոր հարցը։ Իհարկե այս հարցին անդրադառնալը այն ազգին, որը 2500 մինիմում 2500 տարի ունի պետականություն, բավականին հետաքրքիր է, բայց երևի ժամանակն է բերել դրան, կա երկու մոտեցում։ Մի մոտեցում, այսպես կոչված մաքսիմալիստական մոտեցումն է, որ պատմական հայրենիքը դա նպատակ է։ Մի մոտեցումը դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության մոտեցումն է, իրական Հայաստանի մոտեցումը, որը ասում է, որ Հայաստանի ղեկավարը հայաստանցիների ղեկավարն է, եւ Հայաստանը պետք է պարփակվի Հայաստանի շրջակայքով եւ հայաստանցիների աջակ Հայաստանի մեջ է եւ հայաստանցիների հենց երկիրը լինի։ Մաքսիմալիստական մոտեցումը, որը քաղաքական կյանքում միշտ եղել է, կարելի ասել կուսակցությունների ձևավորման օրվանից, ասում է, որ մենք ունենք փոքր Հայաստան, բայց կա պատմական հայրենիք, որը նպատակ է, որն է ուժեղ Հայաստան։ Ուրեմն լսակ չէ երկու անգամ կրկնես, դա շատ կարևոր է, դա էլ է տակտիկական բան, էլի, հա, մենք ունենք պատմական Հայաստան, որը որ
իրանց համար, հա, նպատակ է։ Դուք հասկացաք, մի հատ սկզբից նշեց, մի հատ հիմա նշեց, բայց համին այ կամաց ոնց է փոխվում այդ ամեն ինչը։ Այսինքն գլխավոր նպատակը այն հայրենասիրության վրա աչոք հավաքելը, իմաստի ով լսեց, sense չգիտեմ, այդ պահին աշկերի դեմը սևացավ, ակաժները խլացավ, ու սրանից հետո էլ բան չի լսելու, էլ իրան հետաքրքիր չի լինելու, թե ինքը ինչա պատմելու։ Հեսի գիտեք, չէ՞, որ sense բան էս վեկալում կարդաս, հա, որ դոկումենտ կոնտրակտ բան, sense մեծ տառերով, sense նորմալ գրած է, բայց այն բարակ հետո տառեր կա, էդի ոչ մեկ չի կարդում։ Համ ինքն է դա անում։ Սկզբից տվեց այն մեծ տառերով այն ինչը որ հաճելի է կարդալ, հա, հաճելի է մարդու համար, հա, այդի այդ մեծ տառեր տվեց, հիմա անցնելու է բարակին։ Եվ այս բարակի մասը էլ շատերը էլ ուշադրություն չեն դարձնում, դե մի լսեք բարակ մասը։ Հայաստանի գաղափարը մոտեցում այս հարցին։ Ուժեղ Հայաստանը ֆիքսում է երկու իրականություն։ Առաջինը, այո, կա Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը իր սահմաններով։ Հայաստանի Հանրապետությունը չունի նկրտում որևէ այլ երկրի, որևէ մետրի նկատմամբ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը կա իր սահմաններով։ Լսակ, այն ինչ որ ասում է երկրի իշխանությունները։ Եվ իրենք, հա, այսինքն եթե իրանք իշխանություն են, չունեն որևիցե մի նկրտում, որևիցե մի երկրի, որևիցե մի տարածքի, որևիցե մի, չգիտեմ, միլիմետրի նկատմամբ։ Այսինքն ինչ է իր ասում բան, բա ինչի մասին էր նոր խոսքը, ինչ է իր Հավայի մարդկանց հայրենասիրությունը բացատրում, հա, նենց մենք ունենք նպատակ, էսի մի, ու հիմա գիտեք ինչ ասելու։ Հիմա ասելու է, որ այդ հեսա մի հատ էլ կասի, որ մենք նկրտում չունենք տո ոչ Կարսի Մարսի, ոչ էլ սրա նրա նկատմամբ, հայ մեր ուզած այնքան որ պատմական ինչ-որ գիտությունները, չգիտեմ, հետազոտություններ, հիշողություններ, մի էլ այդի բաց գնա արա, ով է քո դեմը կանգնե։ Օրինակ, ինչպես մենք նշեցինք, մուշը, անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն եւ չունենք որևէ նկրտում։ Բայց կա նաև պատմական հայրենիք։ Պատմական հայրենիքը դա իրապես փաստ է, որ մեր մեծամասնության համար մենք ունենք, օրինակ, պարոն Մինասյանի նախնիները հաստատ Կարսից են։ Կարսից են, պարոն Մինասյան։ Մուշից եւ Էրզրումից։ Այո։ Մեր հայրենակիցների մեծամասնությունը դուք ձեր նախնիների նշանակալի մասը այլ տեղից է, մեր հայրենիքի հայկական բարձրավանդակի այլ հատվածներից։ Եվ մենք չենք կարա չասենք, որ 2000 տարի ապրել ենք այդ հողում։ Չենք կարա։ Դա պատմական ճշմարտության խեղում է։ Այդ իսկ պատճառով մեր մոտեցումը այսպես է։ Մենք ունենք պատմական հայրենիք, որը կիսում ենք այլ ժողովուրդների հետ։ Եվ ունենք Հայաստանի Հանրապետություն, որը մեր երկիրն է, որի զարգացման եւ հզորացման համար մենք պետք է աշխատենք օրնիբուն։ Գալիս է մյուս հարցը. ինչու է պատմական հայրենիքը, ինչ պետք է անենք մենք մեր պատմական հայրենիքի հետ։ Հարց հնչեց, թե գնալու ես Ադանա ծառայես մեր գործընկերների կողմից։ Ոչ, հարցը ուրիշ ձև պետք է ձևակերպենք։ Պատմական հայրենիքը դա պատմագիտության եւ մշակութաբանության համար ուսումնասիրության մեծ դաշտ է։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի բարձրագույն կազմակերպչական միավոր պետք է զբաղվի իր անցյալի, իր մշակույթի ուսումնասիրությամբ, մշակույթը պատմական հայրենիքում, պատմագրությունը պատմական հայրենիքում, որպեսզի 400-500 տարի հետո ժառանգներին հանձնենք մեր նախնիներից եկած եւ իրական պատմությունը որպես փաստ։ Մի խոսքով հասկացաք, ժողովուրդ ջան, ինչ էր ձեզ կացացնում այս մարդը, ոչ շիբաներ չէր կացացնում, ոչ շիբան չէր ասում, ու էդի կոչվում է ինչ որ, չգիտեմ, մաքսիմալիստական մոտեցում, թե դրա որ մասն էր տենց մաքսիմալիստական, ես չհասկացա։ Ինչ էր դու ուզում, որ թուրքերից ես տենց էլ չջոգիմ։ Դուք ջոգիք։ Ինչ ա ուզում այս մարդը ախպեր։ Կամ մեզնից ինչ ես ուզում ընկեր։ Ինչ է քո ասածը։ Մենք ունենք պատմական Հայաստան, որը որ նպատակ է, ու մի նպատակ, բայց մենք չունենք որևիցե մի տարածքային նկարտում, ոչ մի բանի հանդեպ, հա, ու դե հետո շարունակում է, էլի ժողովուրդ ջան, դուք հետո կարող եք լսել, ընդ ինքը ասում էլ է, ոչ չգիտեմ, վանի, ոչ նրա, մի անունը չեմ հիշում, որի անունը տվեց, համ ինչ կապ ունի, մարդիկ որ ասում են, չգիտեմ,
Այն վաղ որ ասին ադանան, հա, այն վաղ ասին ադանան բան չի, ինձ քյաբաբ չի, թե ինչ չի, հա, թե ուրիշ տեղի անուն տվին, չեմ հիշում։ Մի խոսքով, բայց абսուրդ էր, որ հետո ինտերնետը հժում էր, ասում էր տղա ջան, գցենք պիցան էլ ասում եմ, տաշիրն էլ պիցա չի, հա։ Այն մարդիկ, ովքեր որ տաշիրանով պիցա են ծախում, չգիտեմ, այսպիսի абսուրդ հայտարարություններ են անում։ Հա, իմաստը հասկացաք իմ ասելու ոնց են մանիպուլացնում ձեզ։ Մեռանք ասելով էլի չի կարելի սրանց խորհրդարան թողել ու սրանց մեղավորը դուք եք, որտեվ այ ձեր նայողներից շատերը սրանց ձեն են տվել, մենակ չասեք չէ, դες բան չկա, հա, սրանց ձեն տվողները մեր երկիրը քանդողներն են, ես ասել եմ ու էլի ասում եմ, դուք չեք կարող այդքան, չգիտեմ, գլուխներդ լինի ավազի տակ, համի անցնենք հաղորդման երկրորդ փուլին, ուրեմն շատ կարևոր մաս է։ Նայեք, մի հատ ես մի երկու բան գրել եմ, պետք է կարդամ էլի, որտեվ այս ամեն ինչը հիշել հնարավոր չէր, որտեվ այս պատմությունները կան, արդեն շուտվա պատմություններ են, դե գիտեք, Ռուսաստանում այնց խեղտած վիճակ է արդեն, հա։ Ես իհարկե ողջ պատմությունը չեմ կարդա, բայց մի քանի անուններ, ասես թեթև հիշատակներ, որ բոլորդ էլ հասուն մարդիկ եք, ես տեսնում եմ իմ Facebook, իմ YouTube-ում, որ ստատիստիկ են ցույց տալի, որ մեծ մասը 40-անց, 50-անց անգամ մարդիկ են դիտում, այսինքն տարիքները համապատասխանում է այս ամեն ինչի մասին հիշել, то մի բան էլ զնի շատ բան իմանալ, հա, այս պատմությունների մասին։ Ուրեմն խոսքը գնում է այն որ չգիտեմ, ընդ ասում են Պակլանյայուս, բան, չգիտեմ, Ունիժայուս, բան են Պուտինին, տենց ինչ որ նամակներ են գրում, ինչ են անում։ Դե իրանք հայել այդ ձև անկապ գյադեք են էլի, իրանք հայել դες Պակլանյայուսի վրա մնալու են։ Իրանց աստիճանը է դա։ Չգիտեմ, իրանց մասին պետքա ընդհանրապես խորանան, ով են իրանք ընդհանրապես իրանց այդ ռապ տեսակով, հա, ու ես ձեր համար եմ այս հաղորդումները անում եւ սրանց այդ թեմաներին սենց ջրում, էլի, սրանց տականք սենց անբարոյական տեսակներին ջրում, որ հանգարց սրանց ջրերը մարդ էլի, դե որ ասում եմ մի սուտը 15 անգամ լսի, եղավ ճիշտ։ Ուրեմն ասում են Հայաստանում ձերբակալված, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը ընդհանրապես խոսքը մի Գագիկ Ծառուկյանի մասին չի, բայց մեծահարուստին կպնելը, չգիտեմ, բարերարին չի կարելի ձերբակալել, բիզնեսմենին չի կարելի ձերբակալել, աշխատատեղերը ապահովել, սա է արել, նա է արել, ոչ թե այսպիսի տեսակի մարդուն չի կարելի, որտեվ դա բռնապետություն է։ Հայտնում են Ռուսաստանից ծպտունճը հանած այդ անբարոյականները, երբ որ մեր Լևոն Հայրապետյանի սպանին էս անբարոյականները ձեն չէին հանում, հա։ Համի իրանք հիշել են, որ պետք է Գագիկ Ծառուկյանի համար վիստուպատ լնեն, էլի։ Համի այդ անբարոյականներին եւ իրանց նմաններին պատասխանեն։ Ուրեմն լսեք։ Ուրեմն Ռուսաստանում շատ մեծ Գագիկ Ծառուկյանից շատ էս թափով մարդիկ են վարի գնացել, հա, ձերբակալվել, բանտարկվել, ունեցվածքից զրկվել, տոն գիտեք ինչ աշխատողներ ունեին կամ ինչ քանակի աշխատողներ, ինչ գործեր ու միլիարդներ ունեին, հա։ Ուրեմն սկսենք մի քանի անուն, հա, Միխայել Խադարովսկի, շատերը կհիշեք 2003 թվականի պատմություններից, հետո Բորիս Բերեզովսկի, շատը այս մարդը կարծեմ Պուտինին հələ ժամանակին լավ էլ օգնել էր իշխանության գալու, Վլադիմիր Գուսինսկի, հա, եւ իհարկե մենք չմոռանանք, դե էլի անուններ կան, բայց մենք չմոռանանք իհարկե մեր Լևոն Հայրապետյանին, այն մարդը, ով երբեք չհամաձայնվեց ռուսի կլվանալ, հա, եւ թուլացնել Արցախը, հակառակը նա իր գումարներով ուժեղացնում էր Արցախը։ Այն ինչը որ չեն անում մեր այսօրվա այսպես կոչված մեծահարուստները, էլի, որտեվ դե Ռուսաստանի մասին է խոսքը, որտեվ իրանց համար են ծառում։ Ուրեմն սկսենք Խադարովսկուց, ուրեմն Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր այն ժամանակ ժողովուրդ ջան, ինչ որ Յուկոս նավթային հսկայի ղեկավարն էր։ Ուրեմն միլիարդատեր, հսկայական բիզնես, ուրեմն հազարավոր աշխատատեղեր եւ աշխատողներ, ուրեմն հսկայական ու այսինքն հասկա մի կազմակերպություն իր բազմահազարանոց աշխատատեղերով, հասկանում եք, նավթի, գազի բիզնես էր անում, հա, ուրեմն հետո էլ ինչ էր անում, հասարակական ու կրթական ծրագրեր, ուրեմն 2003 թվականին նա Կրեմլում հենց Պուտինի ներկայությամբ բարձրաձայն խոսում է Ռուսաստանի ներսում կոռուպցիայի մասին, մոտ 8 ամիս անց Խադարովսկին արդեն ձերբակալված էր,
բայց նրան պարզապես չձերբակալեցին, ժողովուրդ ջան։ Սկսեց նրա շրջապատից, հա, այս ամեն ինչը։ Սկսան շրջապատի մարդկանց էլ ձերբակալել, կզացնել, մզացնել, նեղել, в общем, մի հատ sense ռեպրեսիա։ Լսում եք արա ռուսիկ լվացողներ։ Այդ իրաց ձերբակալություններ, в общем, հարկային ստուգումներ, միլիարդավոր դոլարների պահանջներ։ Ուրեմն հետո ինչ որ ինչ ա եղել, հետո հարվածը հասավ ամբողջ յուկոսին, ընկերության այդ ներկայացուցիչների վրա չէ, ոնց են ասում, բաժնետոմսերի վրա, չէ, բաժնետոմսերի վրա չէ, ուրեմն ընկերության վրա սկզբից դրվում է 25 միլիարդ դոլարի հարկային ինչ-որ պահանջ, հետո նոր վաճառքի է դրվում նրանց գլխավոր այդ բաժնետոմսերը, պատկերացնում եք, ու այսինքն այդ ոնց անես, ինչ եմ սա վերում, որտեղ ոնց անես, որ պետականացնես, բայց այդ պետականացնումը լինի, այն որ ասում եմ, էլի այդ մանիպուլյացիայով, ստով, էլի, հասկանում եք, այդ էլի մախինացիա են անում, բաժնետոմսերը իրանք զորով դնում են վաճառքի, ու այն գնում է գրեթե անհայտ ինչ-որ մի հատ Baikal Finance Group ընկերությունը, ոչ մեկ չի ճանաչում այդ Baikal Finance Group ընկերությունը, в общем, իրանց այդ ուզած գնով կոպեկներով բանման, 25 միլիարդ ընդ վզին դրել էին, в общем, այս իրանց սաղ այդ պասի մի հատ անունը գտնեմ, ուր էր, ստե, մատ պրոստը դժվար անուն էր, դրա համար չի ուզում բան անել, բայց Yuganskneft Yegaz, հա, Yuga, չեմ էլ կարող Yuganext գազը, в общем, մի խոսքով այդ կազմակերպության վզին դնում ենք 25 միլիարդ դոլար, միլիոն չէ, միլիարդ դոլար, հետո բաժնետոմսերը հանում ծախում են, ու այդ բաժնետոմսերը գնում է ինչ-որ Baikal Finance Group ընկերությունը, որ ոչ մեկ չի ճանաչում, հա, հետո շատ կարճ ժամանակ անց այդ ընկերությունը, հա, գնեց պետական Rosneft-ը, այդ ընկերությանը արդեն հետո Rosneft-ն է գնում, պատկերացնում եք ժողովուրդ ջան։ Էլ ինչ եմ ես դե նշել, որ իշեմ։ Ու վերջում յուկոսը կարևոր ակտիվները իհարկե հայտնվեցին այդ Rosneft-ի ձեռքերում, պետականացրեցին, այք ինչ մեխանիզմ էին բանարել, պետականացրեցին, բայց մանիպուլյացիայով, այդ մախինացիայով, որ չլինի sense անունը պետականացրեց, հա, այսինքն բռնին, վզին դրին 25 միլիոն դոլարով բանով շրջապատին կզծրին, փռին ասֆալտներին, բան, ստուգումներ, բան, հետո 25 միլիարդ միլիոն չէ, միլիարդ ուր դուս մուծվեց, հետո էլ բռնին իրանց ակցիաները այդ երկար անունով կազմակերպության բռնին ծախելու, ծախում են ինչ-որ անհայտ կազմակերպություն գալի առնում է, կոպեկներով այս ամեն ինչը, հետո այս ամեն ինչը, այդ Rosneft-ը գալի այս կազմակերպությանն առնում միանգամից ու դառնում է այդ Rosneft-ի մատ, այսինքն պետականացրեց մանիպուլյացիայով, եւ այս ամեն ինչը եղել է Ռուսաստանում, արա լսում եք, հələ այն մնացածի էլ պատմությունը ես չեմ ուզում պատմեմ, ժողովուրդ ջան, հա, որտեվ չգիտեմ, ժամը կեսը կանցնի, բայց ես ունեմ ստեր նշումներ իհարկե, այդ անունները, որ ես տվեցի, հա, այդ բոլորը Ռուսաստանում զրոյացվել են, այս մարդը հետո իհարկե այս ամեն ինչ հետո 10 տարի էլ նստել է բանտ, ժողովուրդ ջան, 10 տարի Լևոն Հայրապետյանին մասին էլ չասեմ, այս մարդուն սպանեցին։ Այս մարդուն բանտում սպանեցին։ Այս էի ուզում ես ձեզ հիշատակեի, այս էի ուզում ես հատուկ ռուսիկ լվացողներին հիշացնել, որ չելեն ընդից ապուշ խոսան, ապուշ որ մեկին լավ տղայան դե մեկը բան չի, արա վերնգի տեղը տարա։ Կտածրա գիժ այսիլ մի անգամ ներինք ես մեկը դրանից մեկը կա մի անգամ ներինք երևի ինքնից ողքեվորվավ հաբրգավ չգիտեմ ինչը մելնդից լակոտների հավաքածու մի հատ այսքան բան ժողովուրդ ջան քաղաքականապես անգրագետ տուֆտեքին հերիքա հետևեք մենք դրանց հատ բոլորին ոչնչացնելու են քաղաքականապես իհարկե հատ այսօր այսքանը ստեսություն հաջողություն